24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի պատգամավոր Հոբիկ Աղազարյանը։ Բարև ձեզ, պարոն Աղազարյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ դեպի համար։ Խոսենք երեկվա առաջարկից, որը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանին ամուսնություն հայտնելու գործընթացի հետ կապված, ձեր վարչապետի տեխնացուն Էդմոն Մարուքյանը ասաց, որ ինքը վերցնում է իր տեխնացությունը եւ պատրաստ է տալ այդ իր տեխնացությունը Միքայել arczepiskopos Աջապահյանին ստեղծված իրավիճակով պայմանավորված, հետո արձագանքեց արդեն Հայաստան խմբակցությունը, որ իրենք եւս 28 պատգամավորներով իրենց ստորագրությունները կտան, բայց դրան հաջորդեց Միքայել arczepiskopos Աջապահյանի հայտարարությունը, որ ինքը բավարարված է իր հոգեվոր ծառայությունից եւ իր անունը չշահարկեք վարչապետի տեխնացուների շարքում։ Հիմա ինչ է լինելու։ Այսինքն կան կարավ կրկին այս գործընթացը փակուղային իրավիճակ ստեղծվեց։ Գիտեք, որ նախ պարոն Մարուքյանը չի ասել, որ ինքը հանում է իր տեխնացությունը, սա պատրաստ է հանելու իր տեխնացությունը, մենք էլ պատրաստ ենք նախադրելու, եթե Միքայել Աջապահյանը դա իր համաձայնությունը։ Մենք ինչի գնացինք այդ քայլին, որովհետև ցավոք սրտի իմ վատագույն կանխատեսումները, որ ես արել եմ տաղավարում մի 6-7 ամիս առաջ թաքուն չասել ինչի մասնախոսք ակնարկներով իմ նախին գործընկերների հետ որ վերջի 2-3 տարվա ընթացքում ես այդ մասին խոսել եմ ցավոք սրտի դի օրորի ասենք ահագնանում է մեր դեմ դա այն հանգամանքն է, որ Ադրբեջանը Հայաստանի մի մասը համարում է Արևմտյան Ադրբեջան եւ այդ կոնտեքստում հենց տանում է քաղաքականություն, ես չգիտեմ ինքը առաջարկություն արել այդ թեմայով խոսել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ կամ արտգործնախարարների թեման շոշափել են թե ոչ համենայն դեպս մինչեւ իմ խմբակցությունից դուրս գալը քաղաքացիական պայմանագիրը կուսակցության ես այդ հարցադրումներն արել եմ պարոն Միրզոյանին եւ պարոն վարչապետին, որ արդյոք բանակցությունների ընթացքում քննարկվում է այդ հարցը, որ փախստականների վերադարձի հարցը միշտ ստացել է բացասական պատասխան։ Հիմա էլ են տալիս նույն բացասական պատասխանը։ Հիմա էլ տալիս նույն բացասական պատասխանը, այստեղ գալիս է արդեն այդ խնդիրների խնդիրը։ Կարամ չի մի քիչ բնածավալուն ասում ես մասին, գալիս է խնդիրների խնդիրը։ Ինչու՞ է պայմանավորված այս ամեն ինչը, Սամվել Կարապետյան, եկեղեցի, 1000 հոգով, թե չգիտեմ ինչքան հոգով ուժային կառույցներից գնալ եկեղեցու վրա, այդ ամեն ինչի ենթատեքստում կա մի հարց, որը սկսվեց հիմնականում, երբ որ վարչապետը ցեղասպանության հետ կապված որոշակի դատողություններ արեց, վիճակելի դատողություններ արեց։ Այս ամեն ինչի հիմքում ընկած է մի հանգամանք, որպեսզի խորացնի հասարակության մոտ անվստահությունը Ռուսաստանի նկատմամբ։ Որպեսզի հետո որպես այլընտրանք առաջարկվի արևմուտքը մեր իսկ ընդունած օրենքի համաձայն։ Իսկ արևմուտքը սկսվում է Թուրքիայից։ Իսկ Թուրքիայից արևմուտք գնալու դեպքում Թուրքիան այդ պահանջը, Ադրբեջանի պահանջը խնդրի որ կյանքի կոչվի, առավել եւս որ 57 մուսուլմանական երկրների համագործակցության շրջանակներում համապատասխան բանաձև է ընդունվել։ Եվ հետեւաբար այդ ժամանակ որի մասը չկա, այդ օրեր գալու է եւ ասի վարչապետը պատերազմ չի կարել Թուրքիայի դեմ, Ադրբեջանի դեմ։ Դուք ապրել մարդերը ինչ ա եղել։ Հիմա այս բոլոր գործընթացները դուք կարծում եք իրականացում է մի բանի համար, որ ադրբեջանցիները գան այստեղ ապրեն եւ հակազդեցություն չլինի։ Հա, մի քիչ ուզում բայց կարողանան հակազդեցություն ստեղծել։ Թող այդ ձևակերպի, որտեղ դա շատ վտանգավոր թեզ է, ու ես երբ որ այն ժամանակ ձեր տաղավարում խոսում էի, չէի ասում կոնկրետ ինչի մասին խոսում, հիմա բոլորն են խոսում, ես ասել եմ իրավունք են վերապահում խոսել այդ մասին։ Թող այդպես լինի, եւ թող ես սխալված լինեմ։ Եթե ես սխալված լինեմ, ես կհամարեմ, որ ես իմ փոքրիկ անձնական ասարյանը եւ ես մեր փոքրիկ անձնական ներդրումն ենք ունեցել, որ վարչապետը մի անգամ եւս մտածել, մի անգամ ավելամտածել եւ չի գնացել այդ քայլին։ Ես անհանգստություն ունեմ, որ ինքը գնալու այդ քայլին, որտեղ խաղաղության պայմանագիր փաստաթղթի կնքումը վարչապետի համար դարել է իդեա ֆիքս եւ հետեւաբար այդ պայմանագիրը Ալիևն է գիտի որ իդեա ֆիքսը վարչապետի համար եւ հետեւաբար Ալիևը կնքման պահին կամ ժամանակ կամ այդ ընթացքում կառաջարկի որ նաեւ հավելված պայմանագիր հավելված ստորագրի մեկ է հավելվածը կլինի հավելվածում կլինի այդ հարցերը այո եւ կամ մի հավելվածում կլինի մի քանի հարցեր կամ առանձին հարցեր առանձին հավելվածները կլինեն էս է այդ ամբողջ անհանգստությունը էս է եւ հետեւաբար ստեղծված իրավիճակում
Ես եկեղեցականների հետ առանձնապես կապ չունեմ։ Ես ինքս համարում եմ քրիստոնյա, բայց ես հավատացյալ չեմ, ոչ գնում եմ պատարագի, ոչ վիդեոթարումների, առեթալում ընտանեկան բան եւ գնում ենք մոմ ենք վարում, ասենք կներեք հազարական վարում եմ, որ իմ հարազատները չնեղանան, ասենք թե օրինակի համար։ Ես որովհետեւ հավատացյալ մարդ չեմ, բայց ես հարգում եմ բոլոր հավատացյալների իրավունքները, համոզմունքները եւ այլն։ Աճապահյանը իմ համար, որին ես չեմ ճանաչել, մի անգամ ձեր տաղավարում եմ տեսել, ես դուրս էի գալիս հարցազրույցից, արդեն վերջացել ինքը գալիս էր հարցազրույցի։ Ես իրան չեմ տեսել երբեք։ Բայց իր ելույթների հարցազրույցի մեծ մասը ես լսել եմ։ Եվ գնահատել եմ մարդու, ոչ թե ոչ որպես հոգեվորականի ես չեմ կարող գնահատել, որտեղ ես այդ արժեքների եւ այսպես կոչված կրողը չեմ, բայց որպես հոգեվորական, ասենք իր խոսքերը, ծանրակշիռ եւ այլ ազդեցիկ են։ Քաղաքական գնահատականներն վերլուծությունները շատ ընդունելի եւ տրամաբանական վիճակ առաջացավ։ Դա մի մարդ է, որը ունի խարիզմա, որը խոսք ունի, որի շուրջ Իդեպ դա սուր է խոսել բոլոր իշխանությունների ժամանակ։ Այո, Նաև նախկիների ժամանակ, որովհետև հիմա շատ են շահարկում։ Եվ հետեւաբար ինքը որևէ մեկի չի ասում ինչ-որ ուժերի ազդեցության տակ է, ես ու Ասլանյանն իրան ասում եմ չեմ ճանաչում, ընդհանրապես երբ որ ես Մարիքյանը վարկած առաջարկեց, մենք անմիջապես քննարկեցինք եւ դրան համաձայնվեցինք։ Ինչ կունենայինք մենք, եթե Միքայել Աճապահյանը համաձայնվի դրան, մենք կունենայինք 6-7 ամսով, ասենք, վարչապետ, որին բոլորը վստահում են։ Կարծում եք քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից էլ կմիանային Միքայել Աճապահյանի թեկնածությանը որպես վարչապետի թեկնածու։ Եթե վաղը չմիսօրը ակնհայտ լինի, որ մոտորերս պետք է վարչապետը ստորագրի խաղաղության պայմանագիրը այդ իմ նշած գուժ հավելվածով, ես չեմ կարծում խաղաղության պայմանագիրը խմբակցության մեջ չլինեն մարդիկ, որոնք անհանգստություն չունենան դա կապված, որովհետև այդ հավելվածը Հայաստանի Հանրապետության անտի հռչակագիրն առնելու, հակահռչակագիրը Հայաստանի Հանրապետության վերացման, ասենք մահվան, ասենք կոչված վկայականի նախագիծն լինելու։ Դա ուզում եք թե չեն։ Բայց եթե անհանգստություններ ունեն, պարտադիր չի վարչապետի թեկնածու լինել, պարոն Աղազյան, իրենք կարող են հրաժարվել եւ հեռանալ։ Ո՞վ։ Թիմից, ԿՊ-ից, որ ասում եք, եթե իմանան, որ վաղը ստորագրում է, որ ադրբեջանցիները կան, դրա համար թեկնածու էլ պետք չի լինի։ Իրենք եթե դա հասկանում են, թե ինչ վտանգ է սպառնում, իրենք պետք է հեռանան։ Անկախ նրանից վարչապետի թեկնածու կա, չկա, կազմալություն որպես խմբակցություն։ Եթե դա Հայաստանի Հանրապետության Միգուցե առաջնորդների բանաձևով, որ մենք դրանք շրջանառության մեջ, որ վարչապետը իրեն սպառել է քաղաքականապես, ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես եւ այլն սպառել է, հա։ Իրանք էլ թող ասեն, որ ոչ է սպառել, պարոն Աղազյանն էլ հոգնել է։ Թող վարչապետը գնա հանգստանա մի 3 ամիս հետո, արդեն երբ որ Աճապահյանը կլներ վարչապետ, 3 ամիս հետո ներկայանա ժողովրդին նախընտրական ծրագրով եւ ծրագրի հիմքում ընկածանի հետեւյալ դրույթները։ Սիրելի ժողովուրդ, եթե դուք ինձ ընտրեք, ապա վերացնում եմ զինանշանը, Իհակի Մինսկի խմբի հետ կապված հարցերը լուծում ենք, փախստականների վերադարձի փաստաթուղթը ստորագրում ենք, դատական բաները հետ ենք հնչում եւ համադրության նախագիծն էլ ուղարկելու եմ Ալիևին վիզա դնեմ հանրաքվեի։ Թող այդ բոլոր ներկայանա ժողովրդին։ Դաշնակցությունը թող ներկայանա ժողովրդին, որ մենք 3 օրվա ընթացքում Արցախի հարցը լուծում ենք, դաշնակցությունը եւ այդ ուժերն էլի 3 օրում Արցախի հարցը լուծում ենք։ Բայց իրենք չեն ասում 3 օրում Արցախի հարցը լուծում են։ Դե պայմանական եմ ասում, հիմա բանը չի ասում դա, հա, հիմա ոչ ամեն մեկը թող ներկայանա իր ծրագրը, հա, 3 օրում հարցը լուծում ենք Արցախի 4 օր քեֆեկան, բայց մենք Ղարսի Սուրմալուի հետևից։ Թող իրենք էլ ձևի ասեն։ Մենք կասենք, օրինակ մենք կասենք, որ պատմական մեր մեծ հայրենիքի մի փոքրիկ հատվածի վրա սերունդների ջանքերով ու արյանգնով ստեղծել ենք պետություն, Հայաստանի Հանրապետությունը 29743 քառակուսի կիլոմետր եւ պետք է մենք ամեն ինչ անենք, որպեսզի սիրենք, փայփայենք, ուժեղացնենք այս պետությունը ժողովուրդում կընտրի, ինչ կա վատ բան։ Ինչ կա վատ բան։ Հիմա դուք կարծում եք ԿՊ-ն իսկապես պետք է հետևություն անի, որովհետեւ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ես մասն կարող պետք է այնպիսի իրավիճակն է, որ ԿՊ-ի պատգամավորները, ասենք որոշ պատգամավորներ միանան այդ առաջարկությանը չմիանալու դեպքում։ Ես առաջիկայում ելույթներից մեկում ես գտնում եմ ուղղակի ամյոնից գտնում եմ որոշ պատգամավորներ, կասեն որ ձեզի գժի տեղ չդնեք հանգած։ Զգուշեղեք ձեզ չձերբակալեն միջև առաջիկանիստը։ Тоже его посадят, он же памятник. Հիմա ինձ բանը, որտեղ չէ դա, կարապատի դատարանը որոշի որ մեղավոր է ձերբակալել է, դա մասին ուրիշ իրավական գործընթաց է գնում, դրանից էլ հիմա մենք պաշտպանվում ենք եւ այլ եւ այլ։ Ստեղ ուրիշ բան է հարց առաջանում։ Տեսեք, պարոն Աճապահյանը իր գրավոր բանում, այսպես կոչված մեջբան մեջ գրել է, որ ինքն շատ լավ ազգում,
շատ լավ բավարարված է իր հոգևոր ծառայությունից։ Բայց այստեղ դա արդեն վտանգավոր արտահայտություն։ Ինչու՞։ Որովհետև ինքը իրավունք չունի դες բան ասի։ Ինքը նիշա էր զբաղեցնում իշոր, ինչ որ դաշտ էր զբաղեցնում եւ մարդիկ իր նկատմամբ ունեին համակրանք, վստահություն եւ այլ, եւ հիմա ասում եմ, ես դեռ բավարարված եմ, ասենք դու անում ես այնպես որ դու բավարարված ես, թե դու անում ես այնպես որպեսզի ժողովրդի համար լավ լինի։ Բայց հասկանալի է, չէ, հիմա եկեղեցին որքան խոցելի է եւ իր այդ որոշումը ինչ ավելի մեծ հարվածների կհասցնի եկեղեցուն։ Միգուցե զգուշավորություն են պահպանում։ Չէ, տեսնելով թե Փաշինյանի տրամադրությունները այ քիրակալով մեծ հարված հասցրեց եկեղեցուն եւ շուտով Գարեգին բնել ձերբակալվի եւ այն ծրագիրը որ ուներ վարչապետը ծրագիրը կյանքի կգործվի։ Հենց այդ քալի պատճառով նաեւ անտիրական։ Բայց եթե ինքը համաձայնվեր, դա չէր կաշկանդում Փաշինյանին կրկին գործողությունների գնալու։ Եթե Փաշինյանը վարչապետ չլինում, ո՞նց այդ գործողություններն անում։ Դե այդ գործընթացը երկարատև է։ Վարչապետ չլիներ գործընթացը։ Այդ իմպիչմենտի գործընթացը, որ ազգային ժողովը պետք է մեկնարկվի։ Ստորագրում է 36 հոգի, երբ հարմար է գտնում նախաձեռնողը մտնավորակարգ եւ հարցը դնում է քննարկության։ Եթե հիմա ժողովուրդը գտնում է որ դե կողը հարմար գտնեն մի քանի ամիս հետո օրակարգ մտցնեն, օրինակ։ Դե որտեղ եկեղեցիները վնաս հասնում ռիսկա ուրեմն շուտ բան կանենք։ Հիմա այս ձևով արդեն բանը ստորագրեց այդ ամեն ինչը։ Մեկ-երկու օքերեսակ ձերբակալեն բացասական հոգեվորականների եւ դրանից հետո արդեն վեհապարը կամ հրաժարվի կամ ձերբակալեն Գարեգին բան կամ հրաժարվի կամ ձերբակալեն։ Երեկվա սարսափելի գործողություններից կխոսենք դեռ, բայց Նիկոլ Փաշինյանի ամուսնալության գործընթացին անդրադառնանք։ Դուք հիմա ինչ տրամադրվածություն եք, ելքը որն է։ Մենք բոլոր դեպքերում ես պետք է խնդրեմ Միքայել Աջապայանի բոլոր, այսպես որ մտերիմ մարդկանց, ովքեր իր վրա ազդեցություն են ինչ-որ իմաստով խորհրդի եւ այլ, պետք է խնդրենք, որ ինքը հետ կանգնի իր մերժումից եւ միանա անցա մեր խնդրանք առաջարկությանը եւ մենք գնանք այդ ճանապարհով 6 ամսով 7 ամսով դառնա վարչապետ, ասենք գնանք 26 թվականի ընտրություններին հնարավորինս լեգիտիմության բարձր աստիճանով եւ հետո ինքը գնա նորից իր հոգեվոր եւ իհարկե իրավական գործընթացները չափածություն որ ինքը իր արածը բանա դատապարտելի է եւ պետք է պատիժ կրի։ Ես չգիտեմ եթե ոչ ամբողջական կախվարկածն եմ ես բան խախտում իրավունքն եմ խախտելու ոչ էլ բանը դա ոչ էլ։ Ամեն դեպքում հարցազրույցի ժամանակ արված հայտարարությունը եւ որևէ իր մասնակցությամբ փաստեր որ ինչ որ բան է ծրագրել եւ արել մեղադրանքում այլ ուրիշ բան ինֆորմատիվի հայտարարություն անում է շարքային մեկը ուրիշ բան որ հայտարարություն անում է մարդ որ իրեն մեծ լսարան ունի։ Բայց արել տարի կես առաջ դատախազությունը հիմա ինչ է։ Ես չեմ մեղադրում, ես չունեմ մեղադրելու։ Ես նաեւ իրավաբան չեմ, որպես գնահատականներ տամ։ Թող այդ ամենը պարզվի։ Ես մեծ քաղաքական բաներով եմ գնում։ Քաղաքական ասենք գործընթացներ։ Հետևաբար իր պատասխանը շատ այսպես կոչված անակնկալ էր իմ համար մասնավորապես եւ երակի անակնկալ էր ասորիկե արքիեպիսկոպոս Հայրասողիկ Կարապետյանի հայտարարություն որ ինչ գործ ունեք, ստե ֆուտբոլ եք խաղում, բան գասեք ուրիշ տեղ ֆուտբոլ խաղացեք, եկեղեցու մի խառնում եք, բան։ Երբ որ Բագրատ Տեր Գապոնը ժողովրդին տանում էր ազգային ժողովի վրա 24 թվականի հունիսի 10-ին Բագրատ arczepiskopos Գալստանյանի նկատմամբ։ Այո, Գապոն, Տեր Գապոնը տանում էր ժողովրդի ազգային ժողովի վրա, ինքը ձեր չէր հանում։ Երբ որ իմ կողմից շատ հարգված Միքայել Աջապայանը քաղաքական բնույթի ելույթներ էր ունենում, ինքը չէր խոսում։ Հիմա երկու падգամավոր, որոնք հարգանք ունեն այդ մարդու նկատմամբ եւ իրենց առաջարկած վարչապետի տեխնատուն պատրաստակամություն են հայտնում գնալ այդ ճանապարհով մեզի բանը մեզ մեղադրում դատապարտում է, դա շատ անհասկանալի է եւ հետեւաբար իրանք արժանի են այն ճակատագրին, որ հեսա կունենան բոլորը շնորհիվ վարչապետի վարած քաղաքականության եւ արժանի են այդ ճակատագրին։ Հիմա եթե իրենք համաձայնություն տային, կկանխեն այդ գործընթացը կարծում եք։ Եթե վարչապետին հանեք, ով կարող աներ։ Եթե վարչապետին impeachment եք հայտարարում եւ վարչապետը չի լինում վարչապետ, Պարշի որ ինքն է համակարգում սա հրանգները տալիս։ Բայց պարզ է, չէ՞ որ միայն ինքը չպետք է որոշի, նաև վեհապարի համաձայնությունը պետք է լինի մյուս հոգեվորականների օրինակ։ Մի քանի հոգեվորականներ խոսում են, որ այդքան են համաձայն չեն։
եթե կարելի այդպես ամենը մամլուք հարթուղար կամ ինչ չգիտեմ, այդ բաները ոնց է, հիերարխիան ոնց է, այդ տիպի բան, Գարեգին բնա այդ ամեն ինչը։ Բայց եթե այդքան ծայրահեղ իրավիճակում ենք հայտնվել եւ Հայաստանի ապագան է որոշվում, ճակատագիրը, այս դեպքում ինչու դուք զիջման չեք գնում եւ այլ տեխնացու առաջադրեք կամ մեկ այլ բան միանակ պատիվ ունեմ խմբակցության տեխնացուին։ Ասենք երեկվա ընդհանրապես մի ժամ 2 ժամա տևած այդ այսպես կոչված համախմբումը ցույց տվեց, որ հնարավոր է համախմբվել ճիշտ բանաձև գտնելու դեպքում, ճիշտ բանաձև գտնելու դեպքում։ Դա հույս է տալիս, որ առաջիկայում կարող պատահի այդ համախմբումը տեղի ունենա։ Ես բազմիցս եմ հայտարարել, օրինակ եմալ, եթե ինձ լավ պայմաններ, իմ համար ընդունելի պայմաններ լինի, պարոն Ասլանյանի համար ընդունելի պայմաններ լինի, կարող եմ միանալ։ Ես չեմ բացառում ասենք այդ տարբերակը։ Այսինքն այլ տեխնացու առաջադրեն դուք միանաք։ Նույն Դավիթ Համբարձումյանի տեխնացիաները մենք կարող ենք միանալ, եթե օրինակի համար որոշում կայացվի, որ պատասխանատու պաշտոնների այսինչ հատվածը առանց մեր համաձայնության չի նշանակվելու։ Օրինակի համար եմ ասում, որպեսզի այդ 5-6 ամսվա վարչապետության ընթացքում մենք ռիսկ չունենանք, որ որևէ ուժ վերմեկը քաշի իր վրա եւ այլ, որովհետեւ պատեւ ունեմ խմբակցության շուրջ հավաքված բոլոր մարդիկ, Հայաստան դաշինքի շուրջ հավաքված բոլոր մարդիկ կամա թե ակամա ուղիղ թե անուղիղ իմաստով մաս են կազմել բոլոր ընտրությունների կեսմանը։ Ես անհանգստություն ունեմ։ Հետևաբար պետք է լինի բալանսավորված վիճակ, վստահություն ունենանք, որ բալանսավորված վիճակ կլինի, այն ժամանակ կարող է իմանալ։ Կարևորագույն պաշտոններին դուք նշանակեք։ Հաջան։ Պաշտոններին դուք նշանակեք։ Օրինակ, ասենք մենք կարևորագույն պաշտոններին եւ ասում ենք, որ միջև ազգային ժողովի նորընտրությունների ավարտը, նոր իշխանությունների ձևավորումը որևէ քաղաքական հետապնդում, որևէ քաղաքական ձերբակալություն, բանման չպիտի լինի այդ ընթացքում, այդտեղ պայմաններ կարելի է դնել օրինակի համար, պայմաններ եւ նորընտրության։ Եվ կամ հիմա տեսեք, Աչապահյանի ինտեգրացիան ինչու է շատ լավ, որովհետեւ ինքը նախ խարիզմատիկ մարդ է, նորից եմ ասում, եւ ինքը որևէ մեկից կախված չէ։ Եվ ինքը հարգանք է վայելում այս հասարակության մեջ։ Դե ակնհայտ երևում է, որ իմ նման անհավատը, որ իր նկատմամբ հարգանք ունի, դա նշանակում է շատ մարդիկ իր նկատմամբ բան հարգանք ունեն, եւ ոչ մեկի ինքը մարդը չէր համարվի, ոչ մի քաղաքական ուժի ազդեցության տակ չէր լինի։ Գգար իր այդ հոգեվոր արժե համակարգը կրելով 6 ամիս ղեկավարել, որը շատ բարդ չի, 6 ամսվա ղեկավարելու համար կարելի է շատ կադրային փոփոխություններ չանել, գրողը տանի մի քանի առանցքային բաներ եւ այլն։ Եվ դրանց իր բանը, իր ծառայությանը։ Դա շատ հիմա եթե հանկարծակի հրաշքի ամբողջ գիշեր մտածել եմ, էլի, որ տեխնատուն կարա լինի, որ բոլոր կողմերի համար ընդունելի լինի։ Դժվար է ճանաչել։ Ուրեմն ուրիշ բանաձև պետք է մտածենք։ Այսինքն երեկվա այդ համախմբման, այսպես ասած, կայծակափայլությունը ցույց է տալիս, որ հնարավոր է համախմբվել, եթե բանաձևը ճիշտ գտնվի։ Երեք մենք ճիշտ բանաձևը գտանք, չասեմ, որ ավարտված է այդ գործընթացը, բայց ցավոք սրտի մենք հիմա այդ պատասխան ունենք, հույս ունենք, որ հանգարտ կարող պատահի։ Ամեն դեպքում դուք տեսնելով իրավիճակը փոխել եք ձեր դիրքորոշումը եւ պատրաստ եք աջակցություն հայտնել գործընթացին, եթե լինի ընդունելի տեխնացու։ Անկասկած։ Որովհետեւ նախկինում ասում եք, մենք նախկինին չենք միանա եւ այլն։ Հիմա իրավիճակով պայմանավորված որոշել եք փոխել դիրքորոշումը։ Եթե տեխնացու լինի, որ ակնհայտ է, որ նախկինի հետ կապ չունի, այսպես չեմ ասում կապ չունի, չի բարևել, բան չի արել, չէ, դա չէ։ Եթե այդ վիճակն է, մենք բնականաբար կմտածենք, բայց ես ամենից Իսկ այս հարցի հետ կապված այս քննարկումներ ընթանում են Հայաստան եւ պատերազմ խմբակցությունների կողմից։ Թե նոր է եղել, դեռ ժամանակ չի եղել։ Մենք քննարկումները իրականացնում ենք այս ֆորմատով, հարցազրույցների ֆորմատով, բան ենք ասում, արձագանքում են, դասում են, երբ որ առարկայանա, այն ժամանակ նաեւ կլինի հանդիպումներ են որոշակի, շփումներ իհարկե։ Դուք փաստորեն իրատեսական եք համարում, որ իսկապես ԿՊ-ից մարդիկ կմիանան, որովհետև իրավիճակի իսկապես փոփոխություն է եղել եւ հիմա այնպիսի պարտավորություններ է Փաշինյանը ստիպված վերցնելու, որը չի ընդունվի իշխանության կողմից կամ թիմակիցների կողմից։ Վերցնեք քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության յուրաքանչյուր անդամ գտնում է, որ վարվող քաղաքականությունը ճիշտ է եւ ճշտագույնն է։ Ենթադրենք։ Հետևաբար իրենք նպատակարար են գտնվում որ մնան իշխանության եւ շարունակեն այդ ծրագրերի իրականացումը։ Այդ իրաց տեսակետն է։ Ասենք թե մենք անհանգստություն ունենք, որ այսօր մեր երկրի առաջ մարտահրավերներ են ծառացած,
որոնց լուծման համար ամենակիչը մի հատ բան է պետք, time out, մի հատ restart է պետք։ Հիմա եթե իրանք վստահ են, որ այդ ամեն ինչը տենց է, իրանք ճիշտ ճանապարհով են եկել, ինչը կխանգարի, որ մի 4 ամիս վարչապետը չլինի Նիկոլ Փաշինյանը, 4 ամիս, 5 ամիս, 6 ամիս չլինի Նիկոլ Փաշինյանը, հավասարակշռված առանց ռիսկեր պարունակելու կառավարություն ձևավորվի, իրաց մասնակցությամբ նաև բնականաբար կառավարություն ձևավորվի եւ այդ կառավարությունը գնա դեպի 26 թվականի ընտրությունները, այդտեղ նորից արդեն Նիկոլ Փաշինյանը, որը կհանգստանա այս ամենօրյա այս ծանր, այսպես կոչված ճնշումներից եւ իրողություններից ամեն րոպե որոշում կայացնելու անհրաժեշտությունից կհանգստանա մի քանի ամիս եւ ելի կգա այն առաջարկությունների փաթեթով, որը այսօր իրենց համար ընդունելի է, կգա եւ ժողովուրդը կընտրի, ինչի՞ չպիտի այդ դեպքում, ինչի՞ չպիտի ընտրի այդ դեպքում, հա, որովհետեւ վարչապետը կօգտագործի նոր վարչապետը կօգտագործի ռեսուրսներ, այս կողմեկում եւ ինքը առավելություն կունենա։ Դե հենց անենք որ 4 ամսվա, 5 ամսվա, 6 ամսվա ընթացքում այդ ռեսուրսները հնարավոր չլինի բաները տիրապետել։ Հավասարակշռված կառավարության համար։ Ասել այս մարդը լինի փոխվարչապետ, այս մարդը փոխվարչապետ, այս նախարարները, այս մարդը ու վերջ։ Սա բոլոր նախարարներին կարիք չկա փոխելու։ Այսինքն ճիշտ բանաձևի գտնելու դեպքում ընդդիմությունը իսկապես շանսեր ունի իշխանափոխության եւ հիմա այդ պահն է։ Դուք այդպես եք գնահատում իրավիճակը։ Ուրեմն ճշգրիտ բանաձև գտնելու դեպքում ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա իշխանափոխության, բայց ենթադրենք թե դրա անհրաժեշտությունը չկա։ Ու չի իշխանափոխություն։ Բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի, մարտահրավերների կառավարման կոնտեքստում եթե անհրաժեշտությունը լինի, ո՞նց կարող է քպեական պատգամավորներ չմիանան։ Անհասկանալի է։ Բայց երբ որ դուք այդ հարցը բարձրացրել եք որևիցե մեկին անհանգստա։ Ես նայում որոշ պատգամավորների աչքերին, առաջիկայից հնարավորության դեպքում ազգային ժողով եւ ասեմ, որ ոչ թե 300,000, այլ 300 հոգի ադրբեջանցի կգան կբնակվեն Վարդենեսի գյուղերից մեկում եւ դա կլինի Հայաստանի վերջի սկիզբը։ Իրենք դա չգիտեն, դուք պետք է ասեք, պարոն Աղազարյան։ Շատ մոտիկ մարդ, որ ասենք մենք այդ ճանապարհը անցել ենք 70-ական թվականից սկսած, ինձ ասում է չեն գաղափարեն։ Հարցազրույցների ժամանակ էլ են ասում, չեն գաղափարեն։ Այսինքն ես միշտ մարդու ամենասարսափելի հատկությունը ես համարել եմ, դա այն է, որ դա այն դե լա վերաբերում էլի, որ մենք յուրաքանչյուրս մեր ամենաայլանդակ քայլը կարող ենք արդարացնել, ամենավտանգավոր քայլը կարող ենք, ոչ կգան ապրեն։ Հետո որոշ ես չգիտեի որ կգան ապրեն։ Դու ծախեցի պարոն Աղազարյան, ես ծախեցի, լավ գնոց ծախեցի, ու ես գնում լոս։ Բա դու չէ, ես Ռուսամետ եմ, ես Ռուսաստան կեթամ։ Մանկատես կցորվենք այդտեղ Ռուսաստաններով լոսելով, ասենք, բայց ո՞նց մենք սխալվեցինք, այ 300 հոգի գալու են ապրեն, Ալիևը փողերը տալու է, միլիոնավոր դոլարներ փողերը տալու, գնացեք այնտեղ Հայաստանը ձերն է, խաթարներից կպան, կես ժամ հետո Երևանում ենք։ Գալու 300 հոգին դեղ ապրեն, մեկ խժժություն անելու թեթև, Թուրքիան դեսանտ է իջացնելու, որպեսզի ցույց տա Աղազարյան Հովիկի նման սրիկաները սեփ խրեն հայ եւ ադրբեջանցի ժողովրդերի դարավոր բարեկամության մեջ, դուք եք կմնան, դուք կհասկանաս, որ էսի Նախճիվանա դառնում, թոնից կետաս Ռուսաստան։ Բա ասում ենք 3 տարի առաջ ասում եք, ասում եք չոդս բան չկա, հիմա ասում են չեն գա ապրեն, հիմա չեն գա ապրեն։ Ալեսիմն ասում է, չկա, ինչի՞ պիտի հայր ապրեն Վրաստանում, ադրբեջանցիները դե չապրեն։ Ասեք բանը ու դες հանգիստ ձևով Աչապահյանը հանգիստ մերժում է, ես բավարարված եմ զգում իմ Կարապետյան ասում է ուրիշ ֆուտբոլ խաղացել, հա ուրիշ ֆուտբոլ խաղալ, մտածի թե որտեղ է Շեշմիածին սարքելու։ Մտածի թե որտեղ է Շեշմիածին սարքելու։ Կարապետյան պապիկա տատիկա ինչա չգիտեմ էլ։ Հիմա պարոն Աղազյան, երեկվա դեպքերը դուք ինչպես կբնութագրեք, ինչ խոսքերով բացատրենք այն ամենը, ինչ տեղի ունեցավ։ Այլաթորում։ Այո։ Ես դա շատ վատ եմ բնութագրում, որովհետև այդ ոճը հարյուրավոր, ընդունված միջև 1000 հոգի ուժային կառույցից ներկայացուցիչներ գնալ Էշմիածնի վրա, Այլաթորի վրա, դա ես համարում եմ մեծագույն, այսպես կոչված, ինչ-որ հանցագործություն, դա չի կարելի։ Այն դեպքում, երբ որ դու ծանոթում չես ուղարկել Աչապահյանին, որ ներկայանա համապատասխան մարմին,
չներկայանալու դեպքում այդ հայր, ասենք կանոնավորից բերի է, ձերբակալից բերի է։ Կամ չես գնացել դու ձերբակալելու 3 ամիսուրը մի օր առաջ նախորդում որ 17-ին է հարուցվել, չէ՞։ Արույթը։ Դու գիտես որ դա ժողով է եւ այդ շոուն է արվում։ Այսինքն շոու էր պետք։ Էսի իրեն սպառած, հոգնած մարդու գործելավոճը, ուժ ցույց տալու գործելավոճը։ Ուժ ով է ցույց տալիս թույլ մարդը։ Ուժեղ մարդը ուժ ցույց տալիս։ Ուժեղ մարդը հարգանքով է խոսում բոլորի նկատմամբ եւ բոլորի հետ։ Եվ սա շատ վտանգավոր է եւ էր։ Մի պատիվ հոգեվորականների իրանք իրենց լավ պահեցին եւ նաեւ ժողովրդի աջակցության եւ շատ լավ էր որ Հովսեփ Աճապյանը եկավ ներկայացավ իրավապահ մարմիններին։ Հիմա այդ շոուն ինչի համար էր ուզում անել, որ ես ուժեղ եմ, թույլ չեմ, ինչպես դուք եք ասում, եւ ինչ ազդակներ էր հղում այդպես։ Աշխարհը չէ որ տեսնում էր, հետևում էր։ Օրինակ տվյալ դեպքում լոկալ խնդիրը որ մի օր շուտ Գարեգին բան հրաժարական տա։ Մի օր շուտ հրաժարական։ Հիմա ինչ գործընթացներ կա աջակցում։ Իսկ մեծ իմաստով ես ասացի որ բանա չէ որ հիմա ասում են Ռուսաստանի շպիոններ, Սամվել Կարապետյանը Ռուսաստանի շպիոնն եկել մյուս, այդ ամեն ինչը Ռուսաստանի նկատմամբ ամսարության գործակիցը ամսարության աշխարհը բարձրացնելու համար արվում, որպեսզի հետո մեր համար այլընտրանքը դառնա Թուրքիան։ Հիմա հաջորդը վեհապարին հեռացնելու գործընթացն է, Փաշինյանը կոնկրետ պլանավորում է, ինչպես պետք է դա իրականացնի, խումբ է ձևավորում եւ այլն։ Ատի իրականացնում է, այս առաջիկա օրերին կամ հրաժարական կտա կամ կալանավորվի։ Բայց ինչ հիմքով է կալանավորվելու վեհապարը։ Մեղադրանք չէ պետք է լինի։ Կուսակրոնության ուխտը խախտելու համար պետք է կալանավորեն։ Անձը ճշտելու հանգամանքներով։ Կարող կասկածել որ ինքը Գարեգին բնա, որովհետեւ իսկական Գարեգին բնարդի պիտի հրաժարական տվատել, տանելն անձը ճշտեն կանոնավորում երկու զավակ։ Եվ հետո ինչ է լինելու։ Կարծում եք։ Երբ որ վեհապարին բոլորին կալանավորեցին։ Բոլորին կալանավորեցին։ Առաջանում է հետաքրքիր իրավիճակ։ Արդեն ասենք թե նոր կաթողիկոս ընտրելու իրողության առաջ պետք է կանգնենք։ Նիկոլ Փաշինյանը լինելով խորը հավատացյալ ըստ իրա, ես չեմ հավատում։ Ինքը ասենք ուզում է որ կաթողիկոսի վեհին, վեհարանը ինչա գահի բազմի մարդ, որը ամեն ինչով արժանի է այդ կոչմանը։ Նիկոլ Փաշինյանը եւ ես գիտենք, որ բարձրացան հոգեվորականների մեջ 95%-ը խախտել են կուսակրոնության ուխտը։ Այն 5%-ի մեջ էլ կեսը բան են, ստեղծական գիտության կողմնորոշումն են, այլ 2.5%-ը ենթադրենք պաշտպանել են, այդ բանը պահպանել են։ Կամ ինչպես է պարզել ով ինչ է արել։ Պահպանել, ենթադրենք թե պահպանել են։ Նիկոլ Փաշինյանը գիտի այդ մասին, որ 95%-ը խախտել է, ես գիտեմ 95%-ը խախտել է։ Բայց այդ դեպքում, ասենք 2.5%-ից գտար մեկին, որ արժանի է կաթողիկոս լինելու համար։ Բա ովքեր են քվեարկելու։ Ճգնաժամ է լինելու եւ ինչ է անելու։ Ովքեր են քվեարկելու, որովհետեւ այն 95%-ը սահմաններն են։ Ուխտը խախտածները ըստ իր լոգիկայի կեղծ ճանապարհով գնացածները ո՞նց են գալու բանանեն կաթողիկոս ընտրեն։ Ինքը այդ ամեն ինչը գիտի եւ հետեւաբար իր իրական նպատակը ոչ թե եկեղեցին մաքրելն է, իր իրական նպատակը եկեղեցին հնազանդեցնելն է իրան։ Ընդամենը հնազանդեցնելն է, պարոն Աղազարյան, դուք կարծում եք։ Հուսամ։ Շատերը կապում են նրա Թուրքիայցի հետ եւ դրանից առաջ Թուրքիայից հնչած պահանջների հետ, եկեղեցու հետ կապված։ Ես ասում եմ, որ հուսամ որ հնազանդեցնել ավելի խորը բան չեմ ասում։ Բայց չեք էլ բացառում, որ հնարավոր է հենց եկեղեցու հետ կապված գործընթաց։ Օրինակ խոսում էր, որ Սահմանադրության մեջ փոփոխություն պետք է լինի եւ բացառիկ դերը փոխվի հավասարեցվի մյուս կրոնական կազմակերպությունները։ Միգուցե այս ամենը արվում է, որպեսզի Սահմանադրությունը փոխելուց այս հարցերն փոխեն։ Իդեպ սա Թուրքիա-Ադրբեջանի պահանջով է։ Որովհետեւ ես դեմ չեմ լինի եկեղեցու գործունեության թափանցիկության բարձրացման։ Ես միայն կողմ կգամ դրան։ Իհարկե, թափանցիկության մասին չէ, որպես բացառիկ դեր ունի եկեղեցին հայ ժողովրդի ինքնության հարցում։ Հիմա ուզում են որ հավասարեցնեն մյուս կրոնական կազմակերպություններին։ Թող բացառիկությունը արտահայտվի, ասենք մեր վերաբերմունքով մեր եկեղեցուն կտամ չի դե արդյոք պետք է համաձայն սահմանադրության մեջ գրված լինի։ Բայց ինչն է խանգարում որ դա գրված է։ Եթե բացառիկ դերի հանգամանքը խանգարում է որպեսզի Բայց դա ոչ մեկի չի խանգարել այսքան ժամանակ։ Որպեսզի ասենք ֆինանսական հաշվետվություն, ֆինանսական թափանցիկություն ունի, ապա ես Դե բայց դա ֆինանսական հետ ինչ կապ ունի, դա առանձին բաներ են, հարկ վճարում են, եթե թափանցիկության հետ խնդիր կա, կարող են այլ կերպով այդ խնդիրները լուծել։ Հասկանալի է, որ սա այլ հարց է։
Դե բան չեմ ասում, ես Պահանջներն էլ այդ այդ դեպքերը չգիտեմ։ Ես ասում եմ, եթե օրենսդրության մեջ փոփոխություններ արվի, որպեսզի եկեղեցու գործունեության թափանցիկության աշնանը բարձրացվի, ես դրան դեմ չեմ լինի, օրինակի համար։ Բայց եթե պիտի եկեղեցին անջատ լինի պետությունից եւ ասենք որ եկեղեցին կարևորագույն ինստիտուտ է մեր համար, հայ ժողովրդի համար, այդ ամենը ես ընդունում եմ։ Հիմա ամփոփելով զրույցը ձեր խոսքը վերջնական ինչպես կամփոփեք։ Ես խնդրում եմ Վաճապահյանին համաձայնել մեր առաջարկությանը եւ մենք գնանք այդ ճանապարհով։ Շատ հարցեր, շատ մարտահրավերներ, որոշ մարտահրավերներ ինքնին դուրս գան օրակարգից, իսկ շատ մարտահրավերներ կլինի կառավարի դարձնել։ Ափսոս որ հիմա այս վիճակում ենք, որ ինքը դեռ ոչ թե դեռ չեմ դեռ նույնիսկ մերժել է ինչ-որ իմաստով։ Բայց միգուցե համաձայն։ Բայց նրան մեղադրանք է առաջատել, քրեական գործ է հարուցված նրա նկատմամբ։ Իմ նկատմամբ էլ քրեական գործ հարուցվել, իսկ պատգամավոր եմ եւ դա չի խանգարում իմ պատգամավորական գործունեությունը իրականացնելու համար։ Վաղ միշտ դատարանը կորոշի, որ ես մեղավոր եմ, ամենանարդար դատարանը։ Դե իր համաձայնության դեպքում միգուցե ավելի արագ որոշվի, որ մեղավոր է։ Այսինքն խոցելի վիճակում է այս բանը։ Եթե մեղավորը պիտի պատասխանա, ինչ կապ ունի։ Ով որ մեղավոր է պետք է պատասխանա, ով կաթողիկոսին, ով մագազինովիկին, ով ուզում է, եթե մեղավոր է իրականում։ Դե եթե իրականում այո մեղավոր է։ Դե հա, բայց ինչ կարող եմ անել։ Ես կարող եմ ասեմ, որ այդքան վստահություն չունեմ դատական համակարգի վրա, որովհետև վարչապետը հրապարակավ, ասենք բարձրագույն դատական խորհրդի նախագահին հորդորում է, որ աշխատանքից դուրս գա։ Հետևաբար ես ո՞նց կարող եմ վստահություն ունեմ։ Չունեմ այդ վստահությունը, բայց դեռ ճանապարհ չկա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում է ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։